Աղեկի սաղին սպանել են, ոչ մեկի կենթանի չեն թողել։ Այդ մարդիկ քեզ վստահում էին, բայց դու իրանց տարար մահվան բերան։ Ինչ, սպասում էիր, որ կգաս տուն, կշոյեմ գլուխը ու կասեմ, որ ամեն ինչ նորմալ է, սաղ կանցնի։ Չէ կոշտ, այդ մարդիկ սպանվել են հենց քո պատճառով։ Ձենդ կտրի, չես ջոգում ինչ ես խոսում։ Այդ դու չես ջոգում կոշտ, քեզ քանի անգամ խնդրեցի, աղաչեցի, որ չխառնվես Վիլենի թեմաներին, բայց դու ինձ էլի չլսեցիր։ Վիլեն իմ աղբերն է։ Էր կոշտ, 5 տարի առաջ։ Հիմա ինքը լրիվ օտար մարդ է, ով պատրաստ է հանուն մանեի բոլորին զոհաբերի։ Հա, դու ճիշտ ես ասում։ Թեման սկզբից մանեն էր, բայց հիմա մանեն ես հարցերիդ էլ կապ չունի։ Եթե Վիլենը հելնի գնա, հովուն զատնի չի դնելու։ Սաղից մորթելու է միջև դաշտը չմաքրի։ Հովոն ուժեղ է, ինքը բոլորի սպանելու է։ Հա։ Ու դրա համար էլ հետեթալու տեղ չկա։ Կա կոշտ։ Ուղղակի դու չես ուզում տեսնես այդ տեղը։ Ու որն այդ տեղը։ Այնտեղ, որտեղ դու պետք է հասկանաս, որ այս քո կռիվը չի։ Ու դու հայտնվել ես երկու մարդկանց արանքում, ովքեր ուզում են իրար ոչնչացնեն։ Ես կռվում եմ իմ տղեկի համար։ Քո տղեկը մեռել են։ Ու դու հիմա կռվում ես, որ չընդունես այն փաստը, որ սխալվել ես։ Չեմ ուզում քեզ լսեմ։ Ես կին եմ, ով մտածում է մոր, քրոջ ու սիրած աղջկա նման։ Ես չեմ ուզում, որ դու սպանվես։ Ինչ ես առաջարկում։ Զատնի դնեմ, հա։ Դառնամ դավաճան։ Դավաճան դառնում են այն ժամանակ, երբ մարդկանց տանում են մահվան բերան ու անունը դնում են պատիվ։ Ես պահած փող ունեմ։ Ու եթե իմ հետ մի բան էլ լինի։ Չէ կոշտ, չի լինի, եթե գոնե մի անգամ ինձ լսես։ Մենք կարանք երեխուն վերցնենք ու գնանք բոլորից հեռու։ Ես չեմ կարա, ռոզիսկի տակ եմ։ Դու կարաս նոր անձնագիր հանես։ Չէ։ Այս թեման մենակ Վիլենի թեման չի։ Ես իմ թեման էլ է։ Իսկ մեր մասին մտածել ես։ Ես ես ձեր մասին մտածելով էլ ես ամեն ինչ անում եմ։ Ես առանց ձեզ ոչ մի բան եմ հիշի հետ։